Բարի լույս, հարգելի ժողովուրդ, բարի լույս երկիր, բարի լույս ազգ։ Այս թեման ինձ համար կարևոր էր, դրա համար որոշեցի առավոտյան այնուամենայնիվ ժամանակ գտնել եւ այս հարցին անդրադառնալ, որը մեր իհարկե վերջին օրերի մեջ թվում է ընթացիկ լրահոս։ Իրականում սա լուրջ եւ բավականին տևական խոսույթ է, մի այսպիսի գաղափար, որ փորձում են մեզանում տարածել, դա նոր թշնամու գյուտն է, հայտնաբերվել է նոր թշնամի, պարզվում է, որ այդ նոր թշնամին մթնոլորտային աղտոտվածությունն է, կեղտոտ օդն է, ես սրան հատուկ չէի անդրադառնա, եթե սա ունենար ժամանակավոր և լոկալ բնույթ, բայց սա ձախականության, սոցիալիստության, սոցիալիզմի, կոլեկտիվիզմի հիմնական խոսույթներից է, որը մեզանում եվրոասոցացման այսպես կոչված տրամաբանության շրջանակներում փորձում են արմատավորել։ Եվ հիմա ժողովուրդ արդեն պետք է վախենալ ուշադիր մթնոլորտային աղտոտվածությունից, այ օդի աղտոտվածությունը, պետք է վախենալ տերևներ այրելուց, եթե դուք ձեր այգում խաշամը, այսինքն չորացած տերևները հավաքում եւ միտեղ մի անկյունում այրում եք, այ դրանից վախեցեք, դա մահացու է, դա կանցերոգեն է, դա կարող է թոքի քաղցկեղ առաջացնել, հասկանում եք։ Ես ավեդիից եմ, Արարատի շրջանում ցեմենտի գործարանի ուրեմն այդ փոշին, որը րոպեների ընթացքում նստում է ցանկացած մակերևույթի վրա, այ դա հեչ, դա չի, այսինքն ոչ թե դա չի, դա տարիներ շարունակ կա ու հələ մեկը ոչ դռացել, ոչ ճռացել է այդ հարցում։ Դա դրանում չի խնդիրը, այ խնդիրը տերևները, որ դուք կվառեք, այ դա խնդիր է։ Խնդիրը այդ վառելու տերևներն են, այդ ծուխը։ Եվ այս ամեն ինչը ընթանում է այն ինֆորմատիվ գրոհի Արեգ Քոչինյանի թեթև ձեռքով, Հաջիևի լավ բարեկամ Արեգ Քոչինյանի թեթև ձեռքով, ուրեմն այս օրերին, ուրեմն քարոզվող այն խոսույթի զուգահեռ, որ այ Հաջիևը մեզ մեսիջներ է ասել, որ մենք փոխանցենք հայ ժողովրդին, իրենք գնացել են Աստծու մոտ, Աստծուն են տեսել, թե Աստծու հրեշտակապետին են տեսել, իդեմս Հաջիևի։ Հիմա եկել են մեզ բացատրում են, որ Ադրբեջանը մեզ թշնամի չի, Ադրբեջանը այդ հեչ մեզ թշնամի չի, մեր թշնամին չորացած տերևներն են, հանգարց չվառեք, հանգարց թշնամուն առիթ չտաք ձեզ թունավորելու։ Այնինչ պարոն Արեգ Քոչինյանը պիտի ադրբեջանցիներին այդ բանը բացատրի։ Այ Ադրբեջանում Արեգ Քոչինյանի պես ցույց կտակ, քանի բլոգեր, քանի հրապարակախոս կամ պետական կամ չգիտեմ հասարակական գործիչ են քարոզում ադրբեջանցիներին, որ հայերը մեզ թշնամի չեն, այ մարդ։ Հայերը մեզ թշնամի չեն։ Քանիսն էին դա քարոզում, երբ որ Ալիևը Զանգեզուրի միջանցք էր պահանջում ու հռչակագրի մակարդակում առնվազն այդ միջանցքը ստացել է, հռչակագրի մակարդակում։ Ես ասեմ, որ դա հնարավոր է հետ շրջել, դա այդպես անդառնալի բան չի, էլի։ Այ հռչակագրի մակարդակում մինչև ստանալը քանի հոգի Ադրբեջանում քարոզել, որ հայերը մեր բարեկամներն են, հայերը մեզ թշնամի չեն։ Քանի հոգի է քարոզել, երբ որ 20 թվականի պատերազմից եւ մեր պարտությունից հետո, քանի հոգի է Նիկոլ Փաշինյանի այդ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել, որ հայերը էլ մեզ թշնամիներ չեն։ Եվ հիմա Հայաստանում այսպիսի մի խոսույթ է շրջանառում, որ վերջ թշնամու փոփոխություն է տեղի ունեցել։ Գտել ենք նոր թշնամի, գտել ենք իրական թշնամին։ Պարզվում է դա Ադրբեջանը չի,
Ադրբեջանի իշխանությունները չեն, Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ կարող է իրանց սեփական ժողովրդին բարեկամ չլինեն։ Իրենց սեփական ժողովրդին, հասարակ մարդուն, շարքային մարդուն, նա կարող է նույնիսկ նրա բարեկամը չլինի։ Բայց Արեգ Քոչինյանը եկել համոզում է հայ ժողովրդին, որ նրանք հայերի բարեկամներն են։ Նրանք մեզ թշնամի չեն։ Նույնիսկ տես մի բան ա գրել Քոչինյանը, հիմա կասեք նա ով է, որ նրան անդրադառնում եք, կանցնի 1-2 տարի կտեսնեք նա ով է։ Եթե հիմա հələ չեք տեսնում։ Նա ներկայացնում է մի հսկա ծրագիր, որը հələ մենակ իրանով է դրսևորում, նա սիմպտոմն է։ Այդ սիմպտոմի տակը կա լուրջ պաթոգենեզ, ու այդ պաթոգենեզի ախտա ծագման մեխանիզմի թիկունքում կա բավականին լուրջ թարախակույտ։ Արեգ Քոչինյանը պզուկի վրայի են ծայրն է, ծայր տված։ Այդ ծայրն է, պզուկի վրայի սպիտակ ծայրն է, բժշկական լեզվով ասած։ Իսկ չիբանը ավելի արտահայտված, ավելի բորբոքված, դրա տակն է։ Ու այդ չիբանը ես մի անգամով չի լինելու պրծնի։ Եվ այս թշնամու փոփոխությունը խնդրում եմ ուշադիր եղեք։ Ընդհանրապես ձախականներին, սոցիալիստներին Եվրոպայում իդեպ սոցիալ-դեմոկրատիան է որպես հիմնական ուղղություն, հարգանքներս բոլոր սոցիալ-դեմոկրատ իմ ընկերներին, բայց ժողովուրդ դուք գիտեք, որ ես գաղափարապես ձեր հետ համաձայն չեմ։ Ահա սոցիալիստների հիմնական գաղափարախոսությունը հետևյալն է. պետությունը պիտի քիթը խոթի բոլորի անձնական տարածք, բոլորի ընտանիք, բոլորի մասնավոր կյանք, մասնավոր սեփականություն, բիզնես։ Ըստ սոցիալիստների ժողովուրդը իմբեցիլների հավաքածու է եւ պետությունը որպես ծնող պետքա խնամի, պաշտպանի, հոգ տանի իր իմբեցիլ զավակների մասին։ Սա ձախական գաղափարախոսությունների հիմնական ֆունդամենտալ մոտեցումն է։ Խառնվել մարդկանց կյանքին, որովհետև մարդիկ ըստ ձախականության ի զորու չեն իրենց հարցերը լուծել, տհաս են մարդիկ։ Ոչ թե պետք է այնպես անել, որ մարդիկ դառնան հասուն, ինքնուրույն, սուվերեն, այլ ոչ, նրանք դատապարտված են հպատակության եւ պետքա պետությունը հոգ տանի նրանց մասին։ Նրանցից գանձի 50% հարկ եւ այդ 50%-ը ծախսի նրանց վրա։ Եթե ասում ես 50% հարկ մի վերցրայի, ինձնից վերցրա 20% հարկ մինիմալ կարիքները պետության հոգալու համար։ Այն 30%-ը այդ միջոցների ես կորոշեմ ինչպես եմ ուզում ծախսել։ Ձախականությունն ասում է չէ, դու չես հասկանում, դու չգիտես ոնց պետք է այդ փողերը ծախսես։ Դու ինձ կտաս հարկ, ես այդ փողերը կծախսեմ։ Ձախականությունը ասում է դու չգիտես քո բանկում եղած փողը ինչքան վտանգավոր կարա լինի։ Դու պիտի քո բանկային գաղտնիքը ինձ հայտնես, որ ես որոշեմ։ Դու ճիշտ ես ապրում, թե սխալ։ Դու ճիշտ ես փողերը ծախսում, թե սխալ։ Որ հանկարծ հանցագործ փողեր չկուտակվեն ինչով։ Այսինքն փոխանակ գնան հանցագործներին ձերբակալելու եւ դատելու հետևից, եկել են արդար մարդկանց, օրինապահ մարդկանց հետևից, ասում են դուք պիտի ձեր անձնականը, ձեր մասնավորը բացահայտեք պետությանը, մենք պետք է տեսնենք այդ ամեն ինչը, ոչ թե գաղտնալսենք, օրինական, առանց գաղտնիքի, բացահայտ պիտի լսենք ու տեսնենք դուք ինչ եք ապրում, ինչ եք ուտում, ինչ եք շնչում։ Պետության միջամտության այս քարոզը, սա ձախականության ֆունդամենտն է։ Ինչու, որտեղ գտնում են, որ քաղաքացիները չեն կարող լինեն այնքան հասուն, որ իրենց մասնավոր հարցերը լուծեն, իրենց մասնավոր գործերը կարգավորեն։ Եվ ստեղից գալիս է այդ գաղափարը բնապահպանական խնդիրը, որը ինչ է ասում, հասեք, փրկեք, կործանվում ենք, իսկ քանի որ առանձին վերցած մասնավոր անձը չի կարա այդ գլոբալ հարցերը լուծի, ուրեմն ով պետք է լուծի պետությունը։ Ստեղ պետության դերի
գերագնահատում է տեղի ունենում։ Ձախականությունը գերագնահատում է պետության դերը։ Ասում է դու միայնակ մարդ կամ դուք մասնավոր համայնք կամ ակումբ, այ դուք չեք կարող այս հարցը լուծեք։ Կամ մի հատ մեծ խնդիր օդի աղտոտվածություն, կամ գլոբալ տաքացում, 70-ական թվականներին եղել է գլոբալ սառեցում։ Այս ձախականների համար միշտ կա մի հատ գլոբալ բնապահպանական հարց, որը պետքա լուծել, որից պետքա փրկել մարդկությունը։ Արդյունքում սկսում են քիթները խոթել մարդկանց մասնավոր հարցերի մեջ, մարդկանց համոզելու համար, որ իրանք չկան այնքան, որ այդ գլոբալ հարցերը դիմագրավեն։ Հաջորդ քայլը, որ սրանք անում են, ասում են ով է պատճառը գլոբալ խնդիրների, մեղավորն ով է, մասնավոր բիզնեսը։ Երևանի շուրջ հանք են աշխատացնում, ավազ են հանում, շինարարություն են անում, այտես մասնավոր բիզնեսը թունավորում է մեր օդը։ Թեև ամբողջ Արարատյան դաշտը այդ ծխի, այդ ծանր օդի ազդեցության տակ է։ Ինչի, որովհետև Արարատյան դաշտում քամի չկա, ընկեր ջան, քամի չկա։ Արարատյան դաշտը ունի այդպիսի թերություն։ Այսօր դատչիկները անգեձեռները այդ օդի ծխի կամ փոշու մակարդակը որոշում եք օդի մեջ, բայց 100 տարի այդպես է եղել, այ ընկեր։ Արարատյան դաշտի վիճակն է դա։ Դուք ոչ դպրոց եք սովորել, գնացել եք, բայց չեք սովորել, ոչ դպրոց եք սովորել, ոչ ինքնակրթությամբ եք զբաղվել, այսօր էլ դարել եք բլոգեր, լրագրող, չգիտեմ, հանրային գործիչ, երկու տեղ երկու հատ պլակատ եք բռնել, այսօր երկարեք մարդկանց ինչ եք ասում, հարայ բուդույ հասեք թունավորվում ենք։ Այն դեպքում, երբ որ Դիլիջանի հրդեհը տեսակ, Աղբավայրի հրդեհը տեսակ, ասենք դրանք հեչ, այ թունավորվում ենք, չթողնեք մարդիկ իրանց մասնավոր տարածքի տերևները հավաքեն եւ այրեն։ Չթողնեք հանգարց։ Դա վախենալու է։ Հասկացաք ինչ են բերում։ Ով է մեղավոր, իրանք կթան մի հատ պրոբլեմ, չափազանցրեցին այդ պրոբլեմը կա։ Կա աշխարհագրություն, կա կլիմա, այդ բնական process-ները, որոնք կլինեն։ Բայց ով է մեղավոր, այ մեղավոր են բիզնեսմենները, մասնավորն է մեղավոր։ Կա պրոբլեմ, որ առաջի քայլ պետությունը պիտի մեզ փրկի, ով է մեղավոր, մասնավորն է մեղավոր, ով իր այգում տերև է այրում, այ նա է մեղավոր, նրան պետքա տուգանել։ Այն որ բիզնեսը դրե շինարարություն անում, այն նա է մեղավոր, նրան պետքա տուգանել։ Այս շինթույլտվություն մի տուր ընկեր։ Այնտեղ շինթույլտվություն տուր, որտեղ այդ աղտոտվածությունը չի ազդի, ենթադրենք։ Հայաստանը մի հատ փուճուր երկիր է։ Վրաստանում եթե չեպ եղավ բնակլիմայական, Հայաստանի վրա ազդելու է։ Թուրքիայում եղավ, ազդելու է։ Իրանում եղավ, ազդելու է։ Ադրբեջանում եղավ, ազդելու է։ Դու ինչքան ուզում ես Հայաստանում բնապահպանական ինչ-որ շարժումներ քարոզի։ Կոնկրետ ամուլսահի հարցը ստեղ բան անենք, էլի ամուլսարի հարց։ Երբ որ բնապահպանական խնդիրը մենք դնում ենք մեր ազգային սեփականությունը պաշտպանելու համար, էսի ուրիշ հարց է, որ ասում ենք խալխուն օտարին մի տուր, որ ասում ենք երկիրը մի դիր հանքարդյունաբերության ասեղի վրա, սա ուրիշ հարց է։ Բայց այն որ չեղաստեղից օդը Սերժան ժամանակ օդը հարկում էին, չէ, օդի հարկ կար սամալյոտով, որ օդանավակայանում պետքա թռնես, ինչ որ 10,000 դրամ էր, ինչքան էր հարկ էր, օդի հարկ։ Հիմա էլ օդը դարել է թշնամի։ Եվ ով է մեղավորը, մասնավորը։ Եվ ամենակարևորը, այս թեմաների վրա լիքը փողեր են դուրս գրվում, լիքը գրանտներ, լիքը բիզնես, բայց արդյունքում այս ձախականները հենց իրանց էշխելքից էլ իրանց երկրները կանգնացնում են փաստի առաջ։ Դասական օրինակ, Եվրոպան վեր կացավ, ահա պայքարում են գլոբալ տաքացման դեմ, էլեկտրոմեքենաներ այսուհետև պետքա լինեն, քարոզում էին էլեկտրոմեքենաներ կանաչ էներգիա, ատոմակայաններն են կանգնացնում, թե ատոմակայանը ինչ պրոբլեմա քեզ ստեղծե։ Ատոմակայաններն են կանգնացնում, այդ նախագծերն են կանգնացնում,
Ու տենց ամբողջ Եվրոպան մի մարդու պես ձախական, սոցիալիստական կամ սոցիալ-դեմոկրատական անգրագիտությունից ելնելով ամբողջ երկիրը, իրանց ամբողջ ինդուստրիան կզացրեցին, Չինաստանն ասեց ճիշտ ես ասում, եկեք ես այդ ակումուլյատորները արդեն սարքել եմ, այդ էլեկտրոմեքենաները ես արդեն սարքել եմ, ես ոչ թե խեղդել եմ Մերսեդեսի, BMW-ի, այն մյուս ավտոինդուստրիայի հսկաներին, թե գիտեք ինչ կա, կբերեք ձեր եկամուտի կեսը կտակ պետությանը, որ մենք հարցեր ենք լուծում, այլ հակառակը Չինաստանը ինքը իր գրպանից փող է դնում մասնավորի ակտիվացման, ավտոինդուստրիայի եւ մնացած ոլորտներում ինդուստրիայի զարգացման համար։ Արդյունքում ինչ արեց ձախականությունը Եվրոպայում, կործանեց ամբողջ ավտոինդուստրիան, հենց հատկապես Գերմանիան։ Գերմանիան իր ձեռով այս ձախականության հետևից գնալով կործանեց ամբողջ ավտոինդուստրիան։ Մերսեդեսն էլ, BMW-ն էլ, մյուսներ իրար գնացին փախան Չինաստան, ծախեցին իրանց սերվիսները Գերմանիայում, գնացին Չինաստան արտադրելու, որ էժան նստի, որ կարողանան բիզնես անել։ Արդյունքում այն ինչ իբր թե Եվրոպային պետք է զարգացներ եւ բարգավաճեր, զարգացրեց Չինաստանին, հզորացրեց Չինաստանի տնտեսությունը։ Իսկ ովքեր ապրում են Եվրոպայում, կասեն թե իրանց երկրների տնտեսության հետ հիմա եւ 20 տարի առաջ ինչպիսի բացասական, անհաջող փոփոխություններ են տեղի ունեցել։ Սա ձախականության հիմնական դրսևորումն է։ Հասկացա՞ք։ Ու Հայաստանում հիմա սկսել են օդը։ Մոռացեք այլևս արտաքին թշնամուն, մոռացեք ներքին թշնամուն, մոռացեք այն մարդկանց, ովքեր իրենց հանցավոր պահվածքով իրականացնում են երկրի քայքայում ներսից եւ դրսից։ Սա թողեք։ Բնապահպանությունն է կարևոր։ Մեր թշնամին օդն է ու այն մարդիկ, ովքեր տերև են վառում իրանց այգիներում։ Աշոտթորոսյան ջրածնի օգտագործումը ինքը այդ տեխնոլոգիան զարգանում է ու այդ չգիտեմ ինձ համար այդքան էլ հիմնավոր չի որ ջրածնի կիրառումը հեշտ հանգիստ կարելի է անել դա չեն անում որովհետև կան տեխնիկական խնդիրներ ու առնվազն տեխնիկական խնդիրներ կան ոնց որ նույն էլեկտրականության օգտագործման համար կա տեխնիկական խնդիր ակումուլյատորների հարցը կուտակիչների խնդիր կա այսինքն հեշտությամբ կարելի է արևային պանելներով ստանալ անսահմանափակ էներգիա բայց հարց այդ էներգիան որտե կուտակես, որ գիշերը օգտագործես, որովհետև մարդիկ շատ էներգիա են օգտագործում գիշերը, երբ որ արև չկա ու էներգիա չի արտադրվում։ Ահա ցերեկը արտադրած էներգիան որտե կուտակես, որ գիշերը օգտագործես։ Այս գլխավոր խնդիրն է արևային էլեկտրականության, արևային էներգիայի օգտագործման, որտեղ կուտակել այդ էներգիան գիշերը օգտագործելու համար։ Այն պահից սկսած, երբ որ կգտնեն այն տեսակ կուտակիչներ ակումուլյատորներ, որոնք ցերեկը արտադրված էներգիան էժան եւ հեշտությամբ կկուտակեն, որպեսզի գիշերը օգտագործեն, այդ պահից սկսած արևային էներգիային ալտերնատիվ չի լինի։ Որ պահին այս հարցը լուծվեց, բայց քանի այս հարցը լուծված չի, օգտագործվել է եւ ատոմային էներգիան, եւ աշխատջրածնային էներգիան։ Նավթ, գազ։ Դրա վրա չշեղվենք։ Ես ուզում եի ուղղակի ասել այս խոսույթին ու շատ եղեք ժողովուրդ, շա այդպես անմեղ ու հենց այնպես բան չի։ Սա շարունակվելու է։ Այս խոսույթը շարունակվելու է։ Վախեցեք բնապահպանական խնդիրներից, դրանք մեր թշնամիներն են, իսկ այն իրական թշնամիները, որոնք իրոք կարան մեզ սպառել, նրանք բարեկամներ են։ Նրանց հետ մենք պետք է հաշտ ապրենք։ Իդեպ սովետները ինչ էին ասում, այդքան որ քննադատում եք հարգելի արևմտամետներ, այդքան որ քննադատում եք սովետներին, ես սովետներին չեմ պաշտպանում։ Ուղղակի ուզում եմ ցույց տալ նրանց ընդհանրությունը, որովհետև թե սովետներն էին սոցիալիստ, թե հիմիկվա արևմտամետներն են սոցիալիստ, թե սովետներն էին ձախական, թե սրանք էին ձախական։ Ուղղակի այս սոցիալիստները փորձում են սոցիալ-դեմոկրատ հանդես գալ, սովետներն ինչ էին ասում։ Սոցիալիստներն ասում են մենք դեմոկրատ ենք։
Բայց եթե դիտեք նույն Եվրոպայում, եթե ընտրությունները ընթանում են այնպես, որ ձեռ չի տալի այդ նույն սոցիալիստներից կամ սոցիալ-դեմոկրատներին կամ այդ ձախականներին, ասում են, այսօր ռուսական միջամտությամբ էր, այս ընտրությունը անվավեր են ճանաչում։ Հիմա սովետներն ինչ էին ասում, հայ-ադրբեջանական բարեկամություն, եղբայրական ժողովուրդներ։ Հիմիկվա արևմտամետներն ինչ են ասում, եղբայրական ժողովուրդներ, հայ-արևմտյան, հայ-ադրբեջանական բարեկամություն։ Այնգեր այդ բարեկամությունը մենք ձեզնից շուտ գիտենք, ձեզանից շատ ավելի շուտ գիտենք։ Ես մի ժամանակ այդպիսի մի վիդեո եմ արել, որտեղ ասում եմ, որ Թուրքիայի հետ նույնիսկ կարելի է գնալ ռազմական համագործակցության, եթե դա է պահանջում ազգային շահը։ Այսինքն դուք ուր էիք, որ ես Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրինակներ էի բերում։ Դուք ուր էիք, ընկեր։ Հա մինչև Հաջիևը չի կանչում, համապատասխան վերաբերմունք ցույց չի տալի, կամ մինչև վերևից ձեզ հրահանգ չի գալի, որ գնացեք եկեք այս խոսույթը տարածեք, դուք դրա մասին, մինչև փող չեք ստանում դրա համար, դրա մասին չեք մտածում, չէ, առանց փողի ձրի այդ խոսույթը, այդ ձևակերպումը ես ինձ թույլ եմ տվել ու մի քանի անգամ, բայց պայման կա դրա համար, ոչ սեփական սուվերենության, ոչ սեփական ինքնության հաշվին։ Ինչ բարդ բան կա։ Ընդունում են մեզ այնպես, ինչպես մենք կանք, ընդունում են, ճանաչում են մեր իրավունքները միջազգային օրենքի հիման վրա, հարց չկա, թե ուզում եք բարեկամություն ունենք, թե ուզում եք հարևանություն անենք, ինչ եք ուզում։ Մեր դիրքերը պահելով, մեր իրավունքները սպասարկելով անենք, բայց եթե մենք պետք է հրաժարվենք մեր միջազգային իրավունքի հիման վրա մեզ հատկացված կամ մեր ձեռք բերած, մեր ունեցած իրավունքներից, եթե մենք պետք է հրաժարվենք մեր ինքնությունից, Հաջիևի մերն էլ, તો դրա քարոզանողի մերն էլ, իմացար, արա։ Թերևս այսքանը հարց պատասխան կունենաք անդրադարձեք։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն, մի շնորհ հանդիպում։